Քրիստոս հայրիավ իմ մեռելոց, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Տիրոջ թափուր գերեզմանը ոմանց ասում է, թե Քրիստոս հարություն առավ մեռելներից, իսկ ոմանց էլ ասում է, թե Քրիստոս այստեղ չէ։ Ու երբ որ մենք այս հարցն ենք տալիս, թե որտեղ է Քրիստոս, կարծես թե կանգնում ենք ինչ-որ հանելուկի առաջ, որտեղ պիտի լինի Քրիստոս։ Քրիստոսի հարությունը հանելուկ չէ, որի լուծումը մենք պիտի գտնենք։ Քրիստոսի հարությունը խորհուրդ է, որը պիտի ապրենք, բացահայտենք, ապրելով աստվածային սիրով և Քրիստոսի ներկայությունը մեր կյանքում իրական դարձնելով, որովհետև հարության խորհուրդը յուրաքանչյուրիս առաջնորդում է մեր կյանքում ամեն ինչ նորից սկսելու։ Մեծ պահքի ամբողջ ընթացքը մենք ավարտեցինք և մեծ պահքի այս ամբողջ ընթացքում մեզ առաջնորդում էր այն հոգևոր լռությունը, որտեղ պիտի լսեինք Տիրոջ ձայնը միայն, որտեղ որ պիտի մեզ Քրիստոս առաջնորդեր ասելու յուրաքանչյուրիս, որ ձեզ տրված է նոր հնարավորություն, ձեր կյանքը նորովի ապրելու։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, ավարտվեց Քրիստոսի խաչելությամբ և հարությամբ, ավարտվեց Պետրոսի ուրացումը, Հուդայի դավաճանությունը, առաքյալների վախը, և սկսվում է յուրաքանչյուրիս համար նոր հնարավորություն մեր կյանքը նորովի ապրելու։ Մեզ յուրաքանչյուրիս տրված է, որ մենք կարողանանք վերաարժևորել մեր կյանքը և երբ որ մարդը ասում է վերջ, ամեն ինչ ավարտվեց, Քրիստոս խաչի վրա հայտարարում է, որ ամեն ինչ նորից է սկսվում։ Եվ այդ նորից սկսվելը յուրաքանչյուրիս տրված այդ նոր հնարավորություն է, որ մենք կարողանանք մեր կյանքը աստվածային սիրով և աստվածային օրհնությամբ լցնելու, Տիրոջ ներկայությունը մեր կյանքում հավիտենապես ունենալու, որովհետև Քրիստոսի հարությունը եկավ փաստելու, որ աստվածային սերը առավել քան իրական է։ Մեզ մնում է պարզապես կրողը լինել աստվածային այդ սիրո և ոչ թե բացատրություններ գտնել կամ մեկնաբանել սերը, այլ պարզապես ապրել այդ սիրով, ինչպես որ իր կյանքը զոհաբերեց Քրիստոս, այնպես էլ յուրաքանչյուրս ապրենք նույն այդ զոհողության ոգով, մարդու մեջ մարդ տեսնելով, Աստծո փառքը տեսնելով և Աստծո զորությունը մեր կյանքում իրական դարձնելով։